15-ամյա Նարեկն է, խոստովանում է, ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու համար տարիքը էական նշանակություն չունի, ճիշտ է փորձը մեծ չէ, բայց այս գործում կարևորը ցանկությունն ու աշխատասիրությունն է։ Նարեկը ապագա բժիշկ է, մինչ մասնագիտական ուսում ստանալը տան բակում ջերմոց է հիմնել ու առայժմ բույսեր է խնամում։ Աշխատանքի հանդեպ ավելի հմուտ ու գրագետ մոտեցում ձևավորելու համար մասնակցել է Կրթություն հանուն ապագայի հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ջերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում դասընթացին։ Ես հետաքրքրված էի բույսերի մշակման այդ պրոցեսին ու ինձ շատ գերում էր բույս մշակելը։ 2022 թվականին Կրթություն հանուն ապագայի հասարակական կազմակերպությունը մեզ հնարավորություն ընձեռեց 10-օրյա դասընթացներում մեզ տալ մաքսիմալ գիտելիքներ։ Դասընթացները վարում էին Կրթություն հանուն ապագա հասարակական կազմակերպության պրոֆեսիոնալ անձնակազմը։ Թեպետ 10 օրում, բայց մենք կարողացանք ծանոթանալ ջերմոցի պատրաստումից մինչև մշակաբույսերի աճեցում, պաշտպանում։ Դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքների արդյունքում Նարեկը հասցրել է իր ջերմոցում փոփոխություններ կատարել։ Հայաստանի Հանրապետությունի ժամանած հատուկ մասնագետների խորհրդատվությունից հետո մենք իմացանք, որ ջերմատունը ինչքան որ ցածր է, բնականաբար հողացումը ավելի դժվար է ու դրա համար մի քիչ ավելի բարձրացրեցին, քանի որ մեջը մշակում են այնպիսի մշակաբույսեր, որոնք ավելի լուսասեր, ավելի շատ են սիրում հող պայմանները, դրա համար մի քիչ բարձրացրեցին ջերմատունը։ Դասընթացը համադրում էր տեսական և գործնական պարապմունքներ, որի արդյունքում մասնակիցներին ներկայացվեցին գիտելիքահենք գյուղատնտեսություն վարելու մեթոդներ։ Սկզբում որոշակի ժամանակ անց էինք անցնում լսարանային դաս, քանի որ հենց սարքավորումները աշխատում էին էլեկտրականությամբ, այնուհետև գնում էինք պրակտիկ ուսումնասիրությունների, գնում էինք գյուղում գտնվող ջերմատներ, այնտեղ ուսումնասիրում էինք տարբեր մշակաբույսերի աճեցումը, նույն ինքը հնարավոր է լինի լոլիկ, վարունգ, պղպեղ, լոբի և նման այլ մշակաբույսեր, հանդիպում էինք բազմաթիվ հիվանդությունների ու պրոֆեսիոնալ անձնակազմը դրանց բուժումը տալիս էր տեղում հենց։ Հիմա ջերմատանն աճեցնում է լոլիկ, վարունգ ու պղպեղ։ Նարեկի խոսքով կան անհատներ, ովքեր թեև զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, սակայն չեն տիրապետում մշակաբույսի խնամքի ու աճեցման առանձնահատկություններին։ Ջերմատանը, երբ որ ինչ-որ մի հիվանդություն է ի հայտ գալիս, նրանք հիմնականում պայքարում են նույն դեղամիջոցներով, բայց ես պայքարում եմ մի քիչ ավելի զարգացած, ավելի արդյունավետ դեղամիջոցներով ու նման պարարտանյութ է, ինչ որ նրանք են օգտագործում, ես մեր ջերմատանը չեմ օգտագործում։ Ավելի բնական պարարտանյութեր եմ օգտագործում, հիմնականում գոմաղ, թռչնաղ։ Շրջափակման հետևանքով ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների խնդիրները կրկնապատկվել են։ Գազի ու էլեկտրաէներգիայի պարբերաբար խափանումների, նաև հումքի պակասի պատճառով կան անհատներ, որոնք դադարեցրել են իրենց աշխատանքը։ Նարեկը ևս մեծ դժվարությունների առջև կանգնեց ձմռանը ջերմոցում մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովման պատճառով, իսկ հիմա ուրախ է, որ կարող է շարունակել աշխատանքը։ Քանի որ ճանապարհները փակ է, բնականաբար սերմերի պակաս կա, պոլիէթիլենային ծածկոցների պակաս կա եւ ամենին ըստ կարիքի եւ ըստ ջերմատան մակերեսի տրամադրեցին սերմերը, ոմանց նաև տրամադրեցին պոլիէթիլենային ծածկոցներ ու դա գերագույն բանն էր, որ նրանք մեզ համար արեցին։ Նաև տվեցին պարարտանյութեր, տվեցին թունաքիմիկատներ։ Ջերմոցում աճեցրած բերքը հազիվ ընտանիքի կարիքները բավարարելու համար է։ Նարեկը բերքը վաճառքի հանելու ցանկություն ունի, բայց դեռևս հնարավորություն չունի։ Շուկայական հանելու համար նախ պետք է բավականին ֆինանսական օգնություն, քանի որ ջերմատունը հեշտ չէ կառուցել, քանի որ այն կախված է մեծ ծախսերի հետ, որը եթե կարողանանք անպայման կկատարենք։ Ավելի մեծ հողատարածք վերցնել ու ավելի մեծ ջերմատներ կառուցել, ոչ թե գրունտային, այլ հիդրոպոնիկ, ավելի ավտոմատացված կերպով մշակեմ իմ ջերմատունս։
Արցախում գյուղատնտեսության զարգացումը հատկապես ճգնաժամային իրավիճակներում առաջնային կարևորություն ունի, որին պետք է ուշադրություն դարձնել պետական մակարդակով պարենային անվտանգությունը ապահովելու համար։ 15 տարեկան Պատանին առաջին քայլն արդեն արել է գիտելիքահենք գյուղատնտեսությամբ զբաղվելու ճանապարհին։ Պատրաստ է նաև առաջ գնալ համապատասխան միջոցներ ունենալու պարագայում։